Բարև սիրելիներս, շնորհակալ ենք այսօր Աստծուց, որ մեկ անգամ ևս արտոնություն ունենք ներկայանալու նրա ներկայության մեջ, նրան հանդիպելու, ճաշակելու, վայելելու նրա ներկայությունը։ Եվ այսօր քանի որ մենք ունենք հաղորդություն, ուզում եմ, որ ամեն մեկս խոնարհենք մեր գլուխները Աստծո առաջ եւ մի կարճ ժամանակով աղոթենք յուրաքանչյուրս մեր մեղքերի թողության համար, որովհետև կամա թե ակամա մենք մեղանչում ենք Աստծո առաջ։ Եվ խնդրում եմ, որ բոլորդ մի վայրկյան ուղակի Տիրոջ ներկայության մեջ մտնենք եւ խնդրենք մեր մեղքերի ներողություն Տիրոջից։ Փառավոր իմ Աստվածը, շնորհակալ եմ քեզանից Տեր ջան, խնդրում եմ, որպեսզի դու մաքրես ու սրբես Տեր, քո սուրբ ու պատվական արյունովդ Հիսուս ջան, մեր բոլոր գիտակցաբար ու անգիտակցաբար արած բոլոր մեղքերն ու հանցանքները Տեր, բերում ենք քո ոտքերիդ առջև, եւ ինչպես Դավիթն ասում Տեր, այն ծածուկ մեր մեղքերից էլ մեզ ազատի Տեր ջան, որոնք որ մենք չենք հիշում Հիսուս ջան, մենք ուզում ենք մտնել քո ներկայությանդ մեջ, վայելել Տեր իմ Հիսուս ջան, քո արյունը եւ հաց մարմինը Տեր, ուզում ենք վայելել Տեր ջան, ուզում ենք, որ մեր համար դա դատապարտություն չլինի Տեր ջան, դրա համար խնդրում ենք, որ դու ներես, մաքրես ու սրբես եւ քո առջև կանգնեցնես պատվական Տեր ջան, փառք ու պատիվ ամեն ինչի մեջ, Հիսուս Քրիստոսի անունով խնդրեցի Հայրս, ամեն ու ամեն։ Եկեք ներողություն խնդրենք նաեւ մեր հանցանքների համար երգով, երգենք Տեր, ներիր մեր հանցանքները։ Արժանացրում ես յուրաքանչյուրիս, որ գանք եւ գրկենք քո ոտքերի ամենակարող Տեր, գրկենք ու համբյուրենք
այն խոցված վերքերը Տեր, որոնք դու կրեցիր ինձ համար, իմ ամենակարող Տեր, թող որ երբեք ու երբեք Տեր ջան, ես այն չարհամարեմ, երբեք Տեր իմ Աստվածս քո ճանապարհներից չհեռանամ, դու քո ձեռքդ ամեն ժամանակ պահիր մեր վրա Տեր ջան, իմ փառավոր Աստվածս, որ յուրաքանչյուրս գնահատենք Տեր, այն զոհը Տեր, այն պատվական զոհը, որ դու արեցիր մեր բոլորի համար Տեր, շնորհակալ եմ քեզանից իմ փառավոր արքա։ Արժանի լինենք դրան բոլորս, արժանի լինենք Տեր ջան, մեր բոլորիս արժանացնես այդ օրվան, որ բոլորս մեկտեղ հավաքված քո սուրբերով, մեկտեղ մեկ սեղանի շուրջ, Տիրոջ հետ նստած վայելենք այն ընթրիքը, որը Տերը պատրաստեց մեր համար, որ գնանք և նրա ներկայությունը վայելենք ամենուրեք, որ նրանից երբեք չբաժանվենք։ Նա հիմա էլ նրա աչքերը մինչև այսօր շրջում է, որ գտնի մարդկանց բերի ու մտցնի իր փառախը։ Փառք Տիրոջը նրա այդ բարության, սրբության, արդարության ու հեզության համար։ Քո աչքերն էր, որ մեզ տեսան, մեր հանցանքները, որոնք քո արյունը ջնջեց։ Սուրտաճարիք մեջ կեզ սաղմոսներ
փոխեցիր պատմության ինձ հագցրիր իմ գլուխը նոր յուղով հոծեցիր նորաբամբ ինձ կանչեցիր ժառանգորդը դարձրիր քո հոգով ինձ նոր մարդ դարձրիր հանդերձներս փոխեցիր պատմության ինձ հագցրիր իմ գլուխը նոր յուղով հոծեցիր նորաբամբ ինձ կանչեցիր ժառանգորդը դարձրիր քո հոգով ինձ նոր մարդ դարձրիր փրկության բաժակս կվերցնեմ հոշտության սիրո խոսքեր կբարձրացնեմ սուրբ տաճարիդ մեջ քեզ սաղմոսներ կերքեմ ողջ հոգով և ողջ սրտով քեզ կօրհնեմ փրկության բաժակս կվերցնեմ հոշտության սիրո խոսքեր կբարձրացնեմ սուրբ տաճարիդ մեջ քեզ սաղմոսներ կերքեմ ողջ հոգով և ողջ սրտով քեզ կօրհնեմ ողջ հոգով և ողջ սրտով քեզ կօրհնեմ Ամեն Տեր ջան ողջ սրտով ու ողջ հոգով միայն ու միայն պիտի քեզ օրհնենք որովհետև դու ես մեր միակ Տերը, արարիչը, փրկիչը, ում վրա որ մեր հույսը դրել ենք եւ մենք գիտենք որ այդ հույսը երբեք մեզ ամոթով չի թողնի Փառք ու պատիվ նրան այն արյան համար որը որ թափվեց որ միջև այսօր մեզ յուրաքանչյուրիս դեռ պահում է այդ արյան տակ որովհետև նա այդ գինը, նա այդ արյունը շատ բարձր դասեց ամեն նոխազների ու մնացած բոլոր զոհերից վեր դասեց Աստված Փառք Տիրոջը դրա համար երգենք որ Տեր միշտ պահիր ինձ քո արյան տակ եւ երբեք չթողնես որ քո արյան տակից կամ քո փեշերի մոտից մենք երբևիցե հեռանանք Պահեցինց սուրբ խաչիդ արյունի տակ Տեր պահիրինց թանկագին արյունի տակ Որն է դեր չարի չհաստին չհարվածեն իմ խեղճ հոգին ու չապագայեմ գործը տանգին Տեր պահեցինց արյունի տակ Տեր պահեցինց արյունի տակ Տեր պահիրինց սուրբ խաչիդ արյունի տակ Տեր պահիրինց թանկագին արյունի տակ Որոնիքներ մեղքի ծոհում չխորտակեն իմ խեղճ նավում հայլապահով հասնեմ ես դու Տեր պահիրինց արյունի տակ Տեր պահիրինց արյունի տակ Տեր պահիրինց սուրբ խաչիդ արյունի տակ
Փառք ու պատիվ այո նրա արյունը ունի զորություն մեզ մաքրելու մեր բոլոր մեղքերը ազատելու եւ եթե մենք ուզում ենք այդ ամեն ինչից ազատ լինել միակ ճանապարհը Քրիստոսն է եւ միակ բանը որ կարող է մաքրի դա նրա սուրբ արյունն է Տեր ուզում եմ ազատ լինել բոլոր մեղքի բեռերից Հալելույա շնորհակալ ենք Տեր այդ արյանդ համար այդ զոհաբերության համար որ քո կյանքը չխնայեցիր ինչպես Աստծո խոսքն ասում է Աստված տվեց իր միածինին որով ով որ հավատա նրան չկորսվի այլ հավիտենական կյանք ունենա նա մեր համար պատրաստել է հավիտենական կյանք երկինքներում եւ այդ կյանքը սկսվում է երկրի վրայից ինչ որ հիմա ապրում ենք դրա տասնյակը պիտի ապրենք երկնքում իր հետ վայելելով իրան դրա համար եկեք պաշտենք այն թագավորին որովհետեւ նա արժան է Երկինքներում մեծ կանեցրեց
Park Iisusin, Park Iisusin, Park Iisusin, Park u պատիվ Iisusin, Երգում ենք Park Iisusin, Park Iisusin, Park Iisusin, Park u պատիվ Iisusin, Երգում ենք Park Iisusin, Park Iisusin, Park Iisusin, Park u պատիվ Iisusin, Park u պատիվ Iisusin, Park u պատիվ Iisusin. Հալելույա Ամեն։ Փառք ու պատիվ այո մեր Տիրոջը մեր ամենակարող արքային շնորհակալ ենք ամեն ինչի համար երկրպագում ու պաշտում ենք նրան եւ ինչքան ասենք փառք ես Տեր ջան դեռ քիչ է ինչքան ասենք սիրում ենք դեռ քիչ է որովհետեւ նա ամենան արեց մեր համար այժմ մենք կվայելենք Տիրոջ խոսքը մեր սիրելի Ստիվ եղբայրից մեր հովիվից հույսով եմ որ բոլորս եկել ենք դատարկ Այն նպատակով, որ բոլորս լծված պիտի ետ դառնանք։ Տեր օրհնի բոլորիդ։ Փառք Հիսուսին։ Նախքան որ երեխաներին կանչեմ առաջ, ուզում եմ այս խոսքն եկավ իմ սրտից մեջ, ուզում եմ ասեմ, որ կարևոր չի ինչ իրավիճակի մեջ ես, ինչ դժվարության մեջ լինես, իմացի, որ Տերը իր գահի վրա նստած է։ Տերը տիրում է։ Տերը ամեն ինչ իր իշխանության տակ է։ Եվ հիմա կանչենք երեխաները կան առաջ։ Փառք Հիսուսին երեխաների համար։ Ոնց եք երեխեք։ Լավ եք։ Փառք Հիսուսին։ Այս պտստիկը շատ լավն է։ Գիտեք երեխեք, Աստծո խոսքը Սաղմոս 103-ում հետևյալ խոսքն է ասում, ասում է ամեն ժամանակ ես կհիշեմ Տիրոջ բարիքները եւ փառք կտամ։ Ամեն։ Հիմա իմ հարցը սա է, որ դուք որ քնում եք, առավոտը արթնանում եք, Առաջի բանը, որ անում եք արթնանալուց հետո, ինչն է։ Լվացվում ես, բայց քո սրտիդ մեջ դու տշկոհում ես մի բանից, թե շնորհակալ ես Աստծուն հայտնում, որ շնորհակալ, այո, շատ կարևոր է, գիտեք, ամեն օր նվեր է Աստծուց, գիտեք էդի, այսօր մենք հիմա ուրախ ենք, շունչ ենք քաշում, կենթանի ենք, ամեն ինչ լավ է մեր մոտ, էսի լրիվ նվեր է Աստծոց, պետք է ամեն օր, ամեն առավոտ հիշենք և շնորհակալություն հայտնենք, ամեն, թող ուրախացնենք, Տեր իմ Հիսուս ջան, փառք ենք տալի քեզ Տեր, գոհանում ենք և շնորհակալությունով մոտ կանում ենք քեզ Տեր ջան, խաղոթենք որ օրհնես այս փոքրիկներին և դու իրանց առաջնորդես քո ճանապարհի մեջ, քո կատարյալ և սուրբ ճանապարհի մեջ։ Դու ասեցիր ես փոքրիկների համար է երկինքը, այսպիսի մեկերի համար, որ պարզ սրտեր ունեն։ Տեր ջան, կաղոթենք, որ դու իրանց միտքը, իրանց սիրտը պահպանես, հեռու պահիր մեզ չարից, հեռու պահիր իրանց չարից և չար ազատողություններից Հիսուս Քրիստոսի անունով ենք աղոթում։ Ամեն։ Տերն օրհնի ձեզ երեխեք, գնացեք Մարիամիկի հետ եւ ձեր դասը կսովորեք։ Փառք Հիսուսին։ Փառք Հիսուսին։ Գիտեք, սիրելիներ, այսօրվա իմ խոսքից վերնագիրը այսպես է, ասում է քայլենք անապատի մեջ հավատքով։
Գիտեք, պահեր կա մեր կյանքի մեջ, որ անապատի մեջ ոնց որ լինի, որ մենք քայլում ենք, չէ՞։ Եվ գիտեք, մենք մեջը չենք մնում։ Մենք անապատի մեջով անցնում ենք։ Անցնողական է այդ անապատը։ Ամեն։ Եվ կուզենամ, որ հիշենք Իսրայել ազգի պատմությունը։ Գիտեք, Իսրայել ազգը իրանք ստրուկության մեջ էին։ Մոտ 400 տարի իրանք Եգիպտոսում ստրուկ էին։ Եվ շատ ծանր կյանք ունին այնտեղ։ Ոնց որ second rate citizen-ներ լինեն այնտեղ։ Իրանք ճնշված էին, գրված է իրանց անդրանիկ երեխաներին Փարոնը պատվիրեց, որ պետքա սպանեն։ Եվ այսպեսի շատ ծանր ձևով իրանք հերեր ունին այնտեղ եւ դժվարության մեջ էին եւ այս դժվարության մեջ իրանք աղաղակեցին Տիրոջը։ Գիտեք, ամեն մեկս ես վստահ եմ, որ մեր կյանքի մեջ ունեցել ենք որոշ չափով դժվարություն եւ կանչել ենք նույնպես Տիրոջը։ Եվ տեսնում ենք Իսրայել ազգը այսպես աղոթում էին։ Եվ վերջը Աստված պատասխանում է իրանց աղոթքը։ Եվ ումին է ուղարկում Մովսեսին է ուղարկում, այո։ Եվ Մովսեսը Աստված իրան ուղարկում է, որ ազատի Իսրայել ազգին։ Եվ ինչպես որ գիտեք, Մովսեսը գնում է եւ Փարոնին ասում է, որ Տերը հրամայել է, որ պետքա ազատես։ Փարոնն ասում է, ով է քո Աստվածը, ես իրեն չեմ ճանաչում։ Ինչի պետքա ես բաց թողեմ իմ հարուստությունը։ Իսրայել ազգը ոնց որ իր համար սենց իր լներ մի ձևի հարուստության մի մասնիկը լներ։ Եվ ինչպես որ գիտեք, տարբեր հրաշքներով Աստված ազատում է։ Եվ վերջը թողնում է, որ դուրս գան։ Եվ այդ դուրս գալու ժամանակ էլ վերջը տեսնում ենք, որ նորից փոշմանում է Փարոնը։ Եվ զարմանալի տեսիլք ենք տեսնում, որ Տերը կարմիր ծովը կիսում է։ Այսպես հրաշք անում։ Եվ Իսրայել ազգը չոր եւ ցամաք գետնի վրա անցնում են կարմիր ծովը։ Փարոնն էլ տեսնում է այսի։ Եվ ինքը գալիս է, ուզում է իրանց հետևից գա բռնի եւ իրանց հետ տանի ստրուկության մեջ։ Եվ Իսրայել ազգը հետ են նայում, տեսնում են Փարոնի զորքը։ Եվ տեսնում են, որ ալիքները գալիս է եւ լրիվ կլատում է իրանց։ Եվ իրանք լրիվ դրանք միջից գնում են։ Զարմանալի հրաշքներ են, չէ՞։ Գիտեք, որոշներն ասում են, եթե Տիրոջ հրաշքը ես տեսնեմ, կհավատամ։ Թոմասը այսպես ասեց, որ եթե ես ձեռք տամ Հիսուսի վերքոտված ձեռքերը եւ այդ ծակը, որ իր ձեռին է, ես այն ժամանակ կհավատամ։ Եվ որոշները ստենց մտածում են, գաղափար ունեն, հրաշքները եւ որ լինի, այսինքն հաստատ Աստված է, բայց տեսնում ենք այս պատմության մեջ, որ հրաշքները տեսնում են Իսրայել ազգը։ Եվ Աստված իրանց ասում է, ես ձեզ պետքա տանեմ այն երկիրը, որ այնտեղ կա մեղր եւ կաթ։ Չէ՞։ Մեղր եւ կաթի երկիրը, խոստմունքի երկիրը։ Եվ իրանք սպասում էին, որ պետքա դուրս գային, ու ոնց որ մի հատ օազիս բացվեր իրանց առաջ։ Եվ այնտեղ մտնին իրանց հանգիստի մեջ, իրանց խաղաղության մեջ, իրանց ուրախության մեջ, չէ՞։ Բայց տեսնում ենք, որ այնտեղ անապատ է լինում։ Անապատ է լինում։ Եվ Տերը այսպեսի ասում, այսի Ելից 16
2-ից մինչև որ 26 այս պատմությունը կարող եք կարդալ։ Ուրեմն, երբ որ Իսրայել ազգը գնում են եւ տեսնում են, սկսում են տրտնջալ, սկսում են տշկոհել։ Եվ ինչ են ասում, զարմանալի բան։ Ասում են, որ երանի թե որ մենք Եգիպտոսում մնայինք։ Երանի թե որ Եգիպտոսի այդ միսն ուտինք եւ ուտելիքներն ուտինք համով։ Երանի թե որ մենք ընդեղ լինենք։ Եվ սկսում են Մովսեսին մեղադրելը։ Ասում են դու բերար մեզ այս անապատի մեջ, որ մեզի սովից մերցնես, սպանես մեզ եւ մեղադրեցին Մովսեսին։ Եվ տեսնում ենք այս վիճակի մեջ, որ Աստված Մովսեսին այսպես է ասում. ասում է ես երկնքից մանանա կիջեցնեմ եւ կկերակրեմ Իսրայել ազգին։ Եվ այսպես է ասում Տերը, ասում է որ ամեն օր առավոտյան ճիշտ դուի պես, հայերեն չգիտեմ դուն որն է, ցողի պես կիջնի եւ կչորանա եւ կվերցնեք եւ քաղցր այսպես հացի պես ուտելիք կլինի ձեր համար մանանան։ Եվ Տերը ասում է որ շաբաթվա մեջ 6 օր ես ձեզ կտամ եւ 6-րդ օրը պետքա 2 պատիկ շատ վերցնեք այս մանանայից, որ ձեզ հերիքի 7-րդ օրը։ Բայց 7-րդ օրը դուրս չգնաք եւ չփնտրեք մանանան։ 7-րդ օրը պետք է հանգստանաք։ Եվ տեսնում ենք ինչ են անում։ 7-րդ օրը նորից գնում են եւ Տիրոջ խոսքի հակառակ ուզում են հավաքեն։ Եվ Տերը նայում է եւ տեսնում է իրանց այդ սխալ քայլելը եւ այսպես է ասում Ելից 16:28 ասում է ինչքան երկար դուք իմ պատվիրանները չեք պահի եւ կմերժեք իմ խոսքս եւ այսպես է ասում է դուք չեք տրտնջում Մովսեսի դեմ դուք տրտնջում եք Աստծո դեմ Զարմանալի է, չէ, որ այսպես մարդիկ, այսպես վիճակով անցնում են եւ տրտնջում են։ Եվ տեսնում ենք նույնպես թվոցում Տերը նորից, նայեք Տերն ինչքան համբերատար է։ Նորից գալիս է Մովսեսին եւ հետեւյալ խոսքն է ասում։ Ասում է ես պատրաստել եմ Քանան երկիրը ձեր համար եւ տալիս եմ ձեզ։ Ուրեմն վերցրեք 12 հատ tribe-երից մի հոգու, ամեն մեկից մի հատ ավակ ընտրեք եւ ուղարկեք իրանց, որ իբր թե լրտես իրանք գնան եւ Քանան երկիրը նայեն եւ տեսնեն ինչպես է, որպես գնաք եւ ժառանգեք։ Սա Աստծո ծրագիրն է։ Աստված իր խոստմունքը սկիզբից ինչ էր, ես ձեզ տանելու եմ կաթի եւ մեղրի երկիրը։ Եվ Տերն իրանց այսպես տանում էր եւ այստեղ էլ ասում է, որ Քանան երկիրը ձերն է։ Եվ ուղարկում են եւ այստեղ գրված է լրիվ անուններ Ռուբեն, Սիմեոն, Հուդա, լրիվ այդ tribe-երից անձնավորությունները երիտասարդ, սրանք անձնավորություններին, իրանք լիդերներին, իրանք tribe-ի եւ սրանք գնում են եւ նայում են։ Եվ թվոց 13:27 տեսնում ենք իրանք պատասխանը գալիս են եւ Մովսեսին պատասխանում են, որ մենք գնացինք, նայանք լրիվ
այդ Քանան երկիր եւ տեսանք, որ շատ հարուստ եւ բերի հողա, ընդեղի հողը շատ լավն է եւ ընդեղ շատ լավ մրգեր են աճում եւ որոշ այդ մրգերից էլ իրանք հետ բերան, որ ցույց տին, որ ինչքան լավ տեղ է, բայց իրանք սկսեցին իրանք բողոքները, բայց այն ժողովուրդը, որ ընդեղ ապրում են շատ պահպանված քաղաքի մեջ, ընդեղ հսկաններ կան, ընդեղ կան այնց ժողովուրդ, որ մենք դրանց կողքին շատ փուճուր ենք, եւ իրանք այսպես սկսում են տրտնջալ նորից եւ տշկոհել, եւ գիտեք, այս լրիվ այս ժողովրդի մեջ մի հոգի, այս 12 հոգուց առաջ է գալի եւ հակառակում է, ասում է, հիմա մենք պետք է հարձակվենք, հենց հիմա մենք պետք է գնանք եւ հարձակվենք այս Քանան երկրի վրա եւ ժառանգենք, եւ ասում է մենք բավականի ուժեղ ենք եւ իրանք ոչ մի բան չեն կարող անեն, մենք հաստատ կհաղթենք իրանց, գիտեք շատ զարմանալի բան է, այս ամեն այս ժողովուրդը կոչվում են Աստծո ժողովուրդը, իսրայելացի են, չէ, բայց այս 12-ից մենակ մեկը կանգնում է եւ ինչ է կրկնում, Աստծո կամքն է կրկնում, Աստծո կամքն էս իրավիճակի մեջ ինչ էր, որ իրանք գնային եւ վերցնին, այո, եւ գիտեք, հաճախ Աստված այն բաները մեր համար ուզում, որ մենք նայում ենք մեր մարմնավոր աչքերով, տեսնում ենք եւ հասկանում ենք, որ էսի հնարավոր չի։ Աստված չի ասում մի հատ հեշտ բանար, որ դու ինքդ մտածես, դե ես ինքս իմ ուժով արեցի։ Եվ այս իրավիճակները, որ հիմա կարդում ենք, այսպես իրավիճակ է։ Ուրիշ տեղ մենք տեսնում ենք, Աստված գալիս է ծեր Զաքարիային։ Հիշում եք Զաքարիային, Հովանես Մկրտիչի հայրը։ Եվ իրան ինչ է ասում։ Ասում է, որ դու ես ծեր վիճակում որդի ես ունենալու։ Եվ ինչու է բարկանում հրեշտակը եւ Աստված իրանից, որտեղ որ ինքն ասում է, ինչպես է կարելի, ես ծեր մարդ եմ։ Եվ սկսում է այդպես կացկացելը, կացկածանքից այդպես խոսքեր է խոսում։ Եվ միանգամից Աստված իր բերանը կողպում არ չկարողանա խոսա։ Նայեք, Աստված իր խոսքը խոսում է, հավատ կա պետք, որ վերցնել։ Այս պատմության մեջ, նայեք, Աստծո խոսմունքը սա էր, որ ես ձեզ տանելու եմ մեղրի եւ կաթի երկիրը։ Էդի ամենի համար էր։ Բայց չհավատացին։ Եվ ինչ եղավ սրանց, որ չհավատացին, լրիվ մահացան դրանք, շատերը, մեծ նամասությունը դրանցից անապատի մեջ, առանց հավատքի, թերահավատ վիճակով մահացան, ոչ մի անգամ չտեսան մեղրի եւ կաթի երկիրը, որ Տերն իրաց համար պատրաստել էր։ Նույնպես մենք ունենք Տիրոջ խոստմունքները մեր կյանքի համար։ Տերը խոստմունք է տվել, որ մենք պետքա գլուխը լինենք եւ չէ որ պոչը։ Խոստմունք է տվել, որ մեկ կողմից թշնամին կգա, 7 կողմից մեզանից կփախչի։ Խոստմունք է տվել, որ մենք հավիտենական կյանք կունենանք։ Բայց սրանք ամենը հավատքով մենք վերցնում ենք։ Մեր հավիտենական կյանքը եւ փրկությունը ինչպես է գալի։
հավատքով եւ շնորհքով։ Չէ՞։ Հավատքն այն չի, որ մենք հավատում ենք, որ Տերը գոհություն ունի։ Ոչ, դա հավատք չի։ Սատանան էլ հավատում է, որ Տերը գոհություն ունի։ Մենք հավատում ենք, որ Տերը իր խոստմունքները կկատարի։ Եվ հավատքի մեջ գալիս է action, գալիս է գործ, գալիս է քայլ։ Եվ այս իրավիճակի մեջ Իսրայելացոնց Աստված ասեց իր խոստմունքը, սպասում էր իրանց քայլը, որ իրականություն դառնա, իրանց հավատքը։ Գիտեք, սիրելիներ, երկու տեսակ մարդ կա այս աշխարհի մեջ։ Մեկ տեսակ մարդը նա է, որ իր աչքով է առաջնորդվում։ Նայում է այն ինչ որ տեսնում է, ասում է, «Էսի հնարավոր է իմ տեսողության համեմատ, էսի հնարավոր չի»։ Եվ այսպես սահմանափակվում է այս անձնավորությունը։ Միշտ իր կյանքի մեջ։ Եվ հաճախ այստենց մարդիկ կենտրոնանում են այն բաների վրա, որ չունեն։ Ես չունեմ բավականի ուժ, որ հաղթեմ այս թշնամուն։ Ես չունեմ այս։ Ես չունեմ այն։ Եթե Տերն ինձի էսի տա եւ այնի տա, եւ նայեմ տեսնեմ քամին, լրիվ ամեն ինչ իմ ուզեցածով է եւ լավ է, այն ժամանակ ես այս քայլը կվերցնեմ։ Սենց մարդիկ են։ Եվ մենակ իրանց շնչով են առաջնորդվում։ Գիտեք, Հիսուսը եւ իր աշակերտները Գեթսեմանի պարտեզում Հիսուսը թեքվում է աշակերտներին, ասում է, աղոթեք, արթուն կացեք, որ փորձության մեջ չընկնեք։ Այդ ճգնաժամին, շատ կարևոր ժամին Հիսուսն իրանց ասում է, աղոթեք։ Բայց ինչ են անում։ Քնում են։ Գիտեք, այս տեսակ մարդն ուզում է քնի։ Հիսուսի հրաշքերը տեսել այս տեսակ մարդը, ինչպես որ Իսրայելը ազգին տեսի, բայց նորից իրանց մարմնավորն է աշխատում։ Նորից իրանց շունչն է։ Շունչը տանում է դեպի ինչ որ ինձի հարմար է, ինչ որ ինձի հանգիստ է, եւ ինչ որ հնարավոր է իմ կարողության համեմատ։ Բայց գիտեք, սիրելիներ, երկրորդ տեսակ մարդ կա։ Եվ այս տեսակ մարդը վերստին ծնվող մարդ է, որ վերստին ծնունդ է ստացի։ Այլևս իրա տեսողությունով չի առաջնորդվում։ Գիտեք, հավատքն ինչ է։ Հավատքը նա է, որ դու տեսնում ես չտեսված բաները, հոգևոր աշխարհի մեջ, անտեսանելի բանն ես տեսնում։ Մենք հավատում ենք մեր անտեսանելի Աստծուն, որ մեր աչքով չենք տեսի։ Եվ Հիսուսն ասում է, օրհնված են նրանք, որ չեն տեսի եւ հավատում են։ Եվ ինչ է ասում Հիսուս Գեթսեմանի պարտեզը, ասում է, որ մարմինը տկար է, բայց հոգին այո, զորեղ է եւ հոժար է, այո։ Եվ գիտեք, այս տեսակ մարդը հոգով առաջնորդվում է։ Մեկը, որ հոգով է առաջնորդվում, իր քայլերը աշխարհիկ մարդուն հիմարություն է։ Այս անձնավորությունները նայում են Քալեբին եւ ասում են, դու հիմար ես, դու չես հասկանում, սրանք մեծ հսկա են, 8-9 ֆիտ բոյ ունեն, դու սենց կոլոտ մարդ ես, ինձ է սրանց հաղթելու։ Բայց գիտեք, Քալեբը տեսնում էր Աստծուն, ինքը տեսնում էր անտեսանելի Աստծուն եւ հավատում էր Աստծուն, ասում էր այն Տերը, որ ինձի ասել է, որ մեր երկիրն է դա, ես իր խոսքը բռնում եմ պինդ եւ առաջ եմ գնալու։ Ես չեմ նայելու աջ եւ ձախ, ես առաջ եմ գնալու դեպի Տերս։ Եվ Տերն իր խոսքի վրա կմնա։
Մնում է մենք վստահենք իր խոսքը։ Մենք հավատանք, էսի հավատ կա։ Հավատքը անհնարինը դարձնում է հնարին։ Այո։ Եվ գիտեք, ինքը հավատքով առաջ է գնում եւ շատ քիչ մեկերն են տեսնում այդ խոսմունքի երկիրը, ինքը դրանցից մեկն է լինում։ Քալեբը։ Եվ երբ որ նայում ենք Աստծո խոսքի մեջ, տեսնում ենք նույնպես այս շատ նման բան լինում է Եղիսե մարգարեի կյանքի մեջ։ Եղիսե մարգարեն մի առավոտ ստենց արթնանում են եւ իր ծառան դուրս նա գնում։ Եվ նայում է տեսնում է մեծ զորք շրջապատել են իրանց տունը։ Սարսափած իր ծառան հետ է գալի Եղիսեին ասում է, գիտես, արդեն մեր վերջն է հասի։ Ես իմ աչքովս տեսա, թշնամին եկել է, մենք երկու օքի ստեղ նստած ենք, ինչ ենք կարող սրանց անենք։ Եղիսեն ինչ է ասում։ Ավելի շատ են նրանք, որ մեր կողմն են, քան թե նա, որ դու հիմա տեսնում ես այդ զորքը կանգնել են մեր դեմ։ Հավատքը տեսնում է անտեսանելին։ Հավատքը չի հուսահատվում, երբ որ դժվարություն է գալի։ Հավատքը պայքարում է եւ հաղթահարում է։ Գիտեք, հավատքի հեղինակը Հիսուսն է։ Գիտեք այդ խոսքը անգլերեն ասում է Jesus is the author and finisher of our faith։ Հայերենով եթե մեկը գիտի թող ասի։ Այո, Հիսուսն է։ Հիսուսն է։ Գիտեք, մենք ամեն մեկս մեր բաժինն ունենք։ Տերն է փրկում, Տերն է ազատում, բայց գիտեք, մենք ստենց ավտոմատ չենք հասնում այդ օազիզի մեջ, ինչպես որ Իսրայել ազգնին։ Տերը գիտեք այսպեսի է մոտ կանում, ասում է ես խոսմունք ունեմ եւ ուզում եմ դու հասնես դրան։ Բայց ասում է ինչ կա քո ձեռքիդ մեջ։ Այսպեսի հարցով է սկսում։ Գիտեք, Հիսուսն էլ նույնպես իր աշակերտների այդ անապատի մեջ էր, 5000 հոգի այդտեղ սոված անապատի մեջ էին։ Այդ շատ նման է այդ Մովսեսի պատմությանը, չէ՞։ Եվ գալիս են, Հիսուսին ասում են, գիտեք, մենք սոված ենք։ Այս ժողովուրդը այստեղ կանգնել են, ինչ կանեն։ Ուտելիք չկա, էսա, այնա։ Հիսուսն ասում է, ինչ կա ձեռքիդ մեջ, ինչ ունեք։ 2 հատ ձուկ, 5 հաց։ Եվ շատ հետաքրքիր է, իր մյուս քայլն ինչ է Հիսուսի, բարձրացնում է այդի, եւ Հիսուսը լինելով մեզ օրինակ, ինչ է անում, տշկոհում է, դրա համար որ քիչ է, ոչ, Իսրայել ազգի պես ինքը չտշկոհեց, ասեց շնորհակալ ենք Հայր։ Այս քիչն էլ որ ես ունեմ, շնորհակալություն ենք հայտնում քեզ։ Փառք եմ տալի քեզ Տեր, եւ էսի օրինակ է մեր համար։ Գիտեք սիրելիներ, Տերը ամեն մեկիս կյանքի մեջ տարբեր հրաշքներ արի։ Որ մեկի համար ենք մենք հիշում եւ շնորհակալություն հայտնում։ Գիտեք, որոշները կան, այսպես ասում են, անգլերենով ասում են, what have you done for me lately? Հիմա այս վերջերում ինչ ես նորություն լավ բան արի իմ համար։ Այո, գիտեք, մենակ այն չի, որ հիմա ինչ է տվել Աստված։ Հավատքի մարդը տեսնում է այն ինչ որ անելու է Աստված։ Եվ կարող է շնորհակալություն հայտնի հենց դրա համար։ Ինքը նույնպես հիշում է անցածի լրիվ հրաշքները։ Ինչպես որ երեխաներին ասեցի, Դավիթ մարգարեն Սաղմոս 103-ում այսպես ասում է,
Եվ ես կհիշեմ Տիրոջ բարիքները։ Մի մոռացի Տիրոջ բարիքները։ Մենք պետք է հիշենք, սիրելիներ։ Եվ գիտեք, շատ կարևոր է այս հիշելը։ Աստծո խոսքն ասում է, այն մարդը, որ հիշում է այս բաները եւ շնորհակալություն է հայտնում, մենք կմտնենք Տիրոջ ներկայությունը ինչպես փառաբանությունով եւ գոհությունով, այո։ Գիտեք, էսի ճանապարհն է, որ մենք անապատից դուրս ենք գալի եւ Տիրոջ ներկայության մեջ։ Տիրոջ ներկայության մեջ անապատ չի։ Տերը, նայ Հիսուսը մի անգամ էսի ասեց իրանական ասին ինչի քո աշակերտներ չեն ծոմապահություն անում, ասեց դուք սպասում եք ժողովուրդը, որ խնջույքի մեջ են, իրանք ծոմ պահեն։ Հիսուսը մեզի տալիս է մեր կարիքները, բայց այդ մոմենտին, որ մենք անապատի մեջ ենք, էդի հավատքի մոմենտն է, հավատքի ժամն է։ Եվ եթե, նայեք ես էլ ես կասեմ, եթե մենք անընդհատ կենտրոնանանք մեր կարիքների վրա, գիտեք, մեկ որոշներին ես տեսնում եմ այսպես են, իրանց աղոթքն այսպես է սկսում, Տեր ինձի տուր, Տեր ինձի օրհնի, Տեր էսի տուր, էնի տուր, հիշի են, ես քո խոսմունքները, որ ասել ես, որ պիտի տաս, ես ըտրանք եմ հրճակում, և ամեն, և ես հիմա գնացի։ Իրոք էդ աղոթքը, Տերն էդ է ուզում մեզանից, որ մոտ կանանք իրան, տուր, ինչիս տենց եղավ, ինչին ենց եղավ, ավելի շատ եմ ուզում, և հենց էդ, ոչ, սիրելիներ, հավատքը էդի չի, էդի աշխարհային մեկն է նայում, ասում է ես ուզում եմ, ամենն են ուզում, ով չի ուզում, բայց մեկը, որ հավատքի մեջ է, վստահում է Տիրոջ խոսմունքը, և ասում է շնորհակալ եմ, այդ ինչ որ ես չեմ տեսի, ես շնորհակալ եմ դրա համար, ես քեզի փառք եմ տալի, կարող է այսօր ես չստանամ էդի, կարող է վաղը ես չստանամ, բայց այսօր ես քեզի շնորհակալություն կհայտնեմ, էդի հավատ կա, Եթե մենք կենտրոնանանք չունեցածի վրա, ինչ ենք դառնում, սենց դառը անձնավորություն ենք դառնում, անընդհատ տշկոհող, անընդհատ դառ և իսրայելացոնց պես չենք հասնում խոստմունքին, բայց եթե մենք կենտրոնանում ենք Աստծու վրա և մեր ունեցվածքի վրա, նայեք, Եղիա մարգարեն երաշտի ժամանակ գնաց մի հատ այրի կնոջ մոտ, շատ աղքատ կին էր, և իրան ինչ ասեց, այդ կինը օգնություն էր ուզում, չէ, գնաց իրան ասեց ինչ ունես տանը, մարգարեն եկել այդ այրի կնոջ աղքատ, ասում է դու ինչ ունես տանը, ասում է առաջ այդ մի փոքր, մի մասը տուր Աստծուն, և ինչ կլինի, քո օրհնությունը կգա, և տեսնում ենք, որ այդ յուղը էլ չի վերջանում, գիտեք, էդի հավատ կա, մենք շատերս Աստծու հրաշքն ենք ուզում, բայց Աստծու խոսքը պարզ է հրաշքի մասին, հրաշքը գալիս է հավատքով, առանց հավատքի հրաշք չկա, գրված է, ինչ որ ասած Հիսուսը գնաց մեկ քաղաք, որ հավատք չկար և չկարողացավ ինքը հրաշք գործի այնտեղ, հավատք, սիրելիներ, պետք է հավատքով քայլենք,
Եվ հավատքը գալիս է Տիրոջից։ Պիտի կենտրոնանանք Տիրոջ վրա։ Առավոտը արթնանում ենք, փառք քեզ Տեր այսօրվա համար։ Ես գոհանում եմ։ Ես շնորհակալ եմ։ Այս ինչ որ ունեմ, կարող է շատ չլինի, բայց ես շնորհակալ եմ։ Այսպեսի սիրտ է ուզում Տերը։ Եվ այսպեսի, եթե մենք շարունակենք, կտեսնենք, որ կամանց մոտ կանում ենք Տիրոջը։ Տերն այսպեսի մեկերին է ուզում։ Եվ մի ուրիշ բան, որ այս պատմությունից հասկանում ենք, այս Մովսեսի եւ Իսրայել ազգի պատմությունը, այ գիտեք Մովսեսը շատ զորեղ Աստծո մարդ էր։ Մեծ հերոս էր։ Եվ ինքը տարբեր ձևի Աստված հրաշք է գործում իր հետ եւ շատ առանձին իր հետ այտենց ջերմ ձևով իր հետ խոսում է։ Շատ ուժեղ հավատքի մարդ էր։ Բայց ինքը շրջապատված էր անհավատ, թերահավատ մարդկանցով։ Այս Իսրայել ազգը այսպես թերահավատ բնավորություն ունին։ Անգամներ էլ փորձեցին որ իրան բան անեն, usurp անեն իր authority-ին եւ իրան դեն անեն, ասեն որ մենք նոր լիդեր ենք ընտրելու եւ իր հետևից կգնանք։ Այսպես մարդկանց հետ էր ինքը շփվում։ Եվ ինչ եղավ, տեսնում ենք Մարայի քարի մոտ Աստված Մովսեսին ասում է քարը կխփես եւ ջուր կբխի դուրս եւ կխմեն։ Տեսնում ենք որ Մովսեսը բարկությունով խփում է եւ Աստված գալիս է հետեւյալ խոսքն ասում։ Այսի թվոց 20:12-ն է։ Տերը գալիս է Մովսեսին, ասում է, որտե որ դու չհավատացիք ինձ։ Այդ պատճառով չեք մտնի խոսմունքի երկիրը։ Գիտեք շատ կարևոր է ումերի հետ ենք մենք շփվում։ Մեր միտքը ինչերով ենք լցնում։ Եթե մենք շրջապատված ենք այսպես դառը մեկերի որ անընդհատ տշկոհում ենք, մեզ էլ ոնց որ բեռի պես մեզի բեռնավորվածելու է եւ մենք էլ սկսելու ենք այսպես դառնություն ու թերահավատ խոսքեր դուրս գա։ Թող որ զգուշ լինենք։ Թող որ զգուշ լինենք։ Թող որ մեր մտքերը լցնենք Աստծո խոսքով։ Նայ եկել ենք մի հատ պատճառներից որ գայս ենք Աստծո տունը, ուզում ենք որ մեր հավատքը բարձրանա։ Ուզում ենք մոտ կանանք Տիրոջը։ Ուզում ենք տեսնենք այն ինչ որ Տերն է տեսնում, իր տեսակետից տեսնենք աշխարհը։ Եվ այսպեսի բաները մեր հավատքը որ բարձրացնում ասում է, մեր հավատքը աճում է լսելով Աստծո խոսքը։ Ամեն։ Տերն օրհնի ձեզ։ Եվ հիմա մի հատ կաղոթենք եւ կանցնենք մեր հաղորդությանը։ Տեր իմ Հիսուս ջան, փառք ենք տալի քեզ Տեր։ Շնորհակալություն ենք հայտնում քեզ Տեր ջան։ Շնորհակալ ենք բոլոր քո ծրագիրները մեր կյանքի համար։ Շնորհակալ ենք որ դու բարի ես։ Շնորհակալ ենք որ դու շատ գեղեցիկ ճանապարհ ունես պատրաստած մեր համար։ Քո խոսմունքներն ընդունում ենք Տեր ջան։ Եվ շնորհակալություն ենք հայտնում։ Շնորհակալություն ենք հայտնում։ Շնորհակալ հատ հիշում ենք Տեր ջան բոլոր քո բարիքները մեր կյանքերի մեջ։ Քո սերը տեսնում ենք եւ չենք մոռանում։ We forget not your benefits. Տեր իմ Հիսուս ջան, կաղոթենք որ դու մեզի առաջնորդես։ Մեր միտքը եւ մեր սիրտը մենք հանձնվում ենք քեզ Տեր։
օգնիր, որ մենք հավատքի մարդ եւ կին լինենք, հավատքով քայլենք, մենակ չկենտրոնանանք այն բաների վրա, որ չունենք, չկենտրոնանանք եւ չառաջնորդվենք վախով, այլ կենտրոնանանք քո վրա, քո մեջ անկարելին դառնում է կարելի, դու որ անսահման Աստվածն ես, Տեր ջան, մենք քեզ ենք վստահում, մեզի առաջնորդիր, ներիր մեր թերահավատությունը եւ մեզ դարձրուր այն ժողովուրդը, որ դու ես ուզում, այն ժողովուրդը, որ քեզի հաճելի են, Տեր իմ փրկիչ ջան, աշխարհային մարդուն մեր քայլերը կարող է հիմարություն լինի, բայց կարևոր չի, կարևորը ինչ ես դու կարծում, քո կարծիքն է կարևորը մեզ, Տեր ջան, օգնիր, որ մենք քո հետ քայլենք, անապատի մեջ հավատքով քո հետ քայլենք, Տեր ջան, որպես հասնենք խոսմունքի երկիրը, Տեր ջան, ամենս ուզում ենք, որ հասնենք խոսմունքի երկիրը, թող որ ամենս էլ նույնպես հավատքով քայլենք, դու լցրուր մեզ քո հավատքով, հանձնվում ենք քեզ, Տեր ջան, ինչ որ դու ասում ես քո խոսքիդ մեջ, մենք հավատում ենք, դավանում ենք, որ այո եւ ամեն, մենք հավատում ենք, եւ ինչ որ քո խոսքիդ մեջ ասել ես, Տեր ջան, դու կկատարես 100-ից 100%, մենք վստահում ենք քո խոսքիդ մեջ, քո խոսքդ, որ 100-ից 100% կատարյալ է եւ սուրբ, վստահում ենք քեզ, մեր հավիտյան կյանքը վստահում ենք քո մեջ, Տեր ջան, Հիսուս Քրիստոսի անունով ենք աղոթում, եւ կաղոթեմ, ով որ ես իմ խոսքս համաձայնվում է եւ հրճակում է իր կյանքի մեջ, որ դու իրականություն դարձնես քո խոսմունքներն իր կյանքի մեջ, ով որ հավատքով ընդունում է քո խոսքդ, բերես իրան այդ խոսմունքի երկիրը, որ պատրաստել ես իր համար, Հիսուս փրկիչի անունով եմ աղոթում, փառք քեզ, Տեր ջան, ամեն